Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ամփոփում ենք շաբաթը, ինչպես միշտ, այսօր ուրբաթ է եւ այսօր ապրիլի 24-ն է։ Հայ ազգը հարգում է 1915 թվականի նահատակների հիշատակը ցեղասպանության 111-ամյա տարելիցն ենք նշում, ինչ նախորդեց այս շաբաթ դրան։ Ադրբեջանը եկավ լուր, որ Ադրբեջանը քանդել է Լեռնային Ղարաբաղի հայկական ամենամեծ եկեղեցին, դրան հաջորդեց Փաշինյանի արձագանքը, նա ասեց, որ շատ զգուշ պետք է լիներ նման հարցերում, սա այն իրավիճակն է, պետք է լիովին համապարփակ հասկանանք, չեմ բարձրացնելու հարցը պետական մակարդակով միջազգային քննարկումներում։ Ինչ եղավ էլ։ Թուրքիայի Իզմիր քաղաքում բացվեց 2007 թվականին սպանված, թուրքերի կողմից սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հուշարձանը, մենք հիշում ենք Հրանտ Դինքին շատ հետապնդում էին, նա խոսում էր, նա փորձում էր հայերի եւ թուրքերի միջև երկխոսություն սկսել, որպեսզի սկսեն լսել իրար երկու ազգերը։ Բայց հետաքրքիր է, որ հենց հիմա է բացվում այդ քանդակը Թուրքիայում եւ քանդակի հեղինակն է թուրք ճարտարապետը եւ քանդակը տեղադրվել է ազգերի կամուրջ հասարակական կազմակերպության տարածքում։ Զուգահեռաբար նախորդել է 24-ին, ամսի 23-ին միշտ լինում է ջահերով երթ, որը կազմակերպում է Հոեդան։ Տեղի ունեցավ կրկին ջահերով երթը, կրկին տեղի ունեցավ Թուրքիայի դրոշի այրումը, այստեղ եւս Փաշինյանը շատ հստակ պաշտոնական, ուրեմն արձագանքը հետեւյալն է։ Թուրքական դրոշի այրումը համարում է Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող։ Ոնց որ թե այսքանը։ Ահա այն, ինչ ունենք այս պահին եւ հիշեցնեմ, որ քիչ ավել քան 1 ամիս հետո Հայաստանը կարող է ունենալ նոր վարչապետ կամ նորից մեր վարչապետը, Հայաստանի վարչապետը մնա լինի Փաշինյանը։ Հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ։ Սկսենք իհարկե այդ եկեղեցու քանդելուց, սկսենք նրանից, որ Ալիևը իրականում դենք շարունակում է գտնվել Իսրայելի ազդեցության տակ եւ ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղությունը չլինի։ Ակնհայտ է դա, նաեւ մեծ հաշվով դա այդ գիծն է, որը Իսրայելը տանում է։ Սկսած տրիպից, որտեղ որ Կուշները պետք է գա, որը կրկին էլի Բելարուսում ծնված, ինչպես եւ Նետանյահուն են, այդ բանի սիոնիստական այդ սեկտաներից դուրս եկած մարդիկ, որոնց ակնհայտորեն անհրաժեշտ է, որ տարածաշրջանը տրակի, իրանց պետք չի, որ առավել եւս պետք չի, որ բացվի սահմանը Հայաստան-Թուրքիա կամ այստեղ բարելավեն հարաբերությունները ինչ-որ մեկն իրանց պլանների մեջ դա չկա։ Սա պետք է հասկանալ։ Պետք է դադարել վաղուց մասը։ Բանը Ալիևը խամաչիկ է։ 44-ից հետո ինքը դարձավ խամաչիկ առաջ մենակ Ռուսաստանին, մենակ Պուտինին, դարձավ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իսրայելի խամաչիկ եւ ինքը իրենով որևէ որոշում չի կայացնում։ Այն որոշումները, որոնք որ կան, որոնք որ թվում է մարդկանց, թե դա դրական է կամ ուզում են նիկոլենք ներկայացնում, որ դա դրական է, դա այդպես չի է։ Դիզել եւ այլն, այդ սաղ պատմությունները նրանից է, որ այդ հիմնական 3 ուժերը, որոնք թելիկները կաշկշում են, իրանք կարողանում են նաեւ ընկալել ինչ որ քայլեր, հա, ասենք են, որ Ադրբեջանը Հայաստանի հետ առևտուր անում, դա Թուրքիայի պահանջն է։ Թուրքիային պետք է, որովհետև թուրքիական հասարակության հիմնականում այն մասը, որը որ ասեցիք, հա, դա Պոլիսնա, Սմիրնա եւ այլն, այդ զանգվածը, այդ էլիտաները ակնհայտորեն ասում են, որ գոյություններ երկու հարց։ Նախ սահմանը փակվել էր Կարվաճարի գրավումով։ Կարվաճարը վերադարձրել ենք։ Այստեղաբար սահմանը փակելու պատճառը դադարել է։ Հետո սահմանը չէր բացվում, որովհետև խաղաղության մասին էր խոսք գնում, խաղաղություն չկար։ Հիմա խաղաղությունը կա։ Հետո ասում են պայմանագիրը ստորագրենք։ Հիմա ստորագրել եք երկուսդ էլ ասում եք խաղաղություն է Թուրքիան, ասում է եղբայր այն Թուրքիան, որը որ
պետք է լսել, հա, դա պոլիսն է Սմիրնան եւ այլն, անկարայմի մաս։ Ասում են եղբայր, սա կատարվել է, ինչ չենք բացում սահմանը, ինչ կա որ չենք բացում, խի առևտուր չենք անում։ Իրենք իրենց են հարցնում, թե Ադրբեջանը։ Չէ, իրանք հարցնում են իրականում Էրդողանին։ Իսկ Էրդողանը չի կարողանում բացատրել, բայց պատասխանը մենք գիտենք։ Ալիևի գումարները, նաև Էրդողանի ընտանիքի գումարները կուտակվում են Իսրայելի հետ առևտրից։ Ակնհայտ է, որ ասենք Բաքու Ջեյհանը աշխատում է մենակի օգուտ Իսրայելի։ Սա պետք է հասկանալ, որտեվ այդ նավթը ընդամենը 480,000 բարել տակար, ինքը էլ ոչ միտեղ չի գնում։ Ադրբեջանական նավթը ապահովում է Իսրայելի հիմնական նավթի սպառումը, նավթամթերքի սպառումը։ Ինչպես նաև թուրքական զգալի այդ բաները, այդ հայտնի պատմություն այն, որ Թուրքիայի հասարակությունը սկսեց Էրդողանի վրա ճնշում գործադրել Գազայից, այդ Գազայի ցեղասպանությունը իրականացումից հետո, որ ինչ ես դու համագործակցում Իսրայելի հետ, Էրդողանը ասեց, էլ չեմ համագործակցի, ու լրիվ նույն ծավալը առևտրի Թուրքիայի պետական վիճակագրության մեջ տեղափոխվեց Իսրայելից, գրվեց Պաղեստինի վրա։ Նույն բանն էր գնում, ուղղակի հիմա գրվում էր Պաղեստինա գնում։ Այսինքն սա ուրիշ պատմություն է, սա պետք է հասկանալ, որ ընդեղ էլ ամեն ինչ լավ չի։ Ինչպես ասում էին բաները Շեքսպիրի թարգմանության մեջ, դանիական թագավորության ու ինչ որ բան են չի։ Էդը տենց, հիմա Դուք ուզում եք ասեք, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են ոչ միայն, ոչ թե բուն Ալիևից, այլ Իսրայելից։ Այո։ Իսրայելից գալիս է Ալիևի վրա, Ալիևից գալիս է Էրդողանի վրա, Էրդողանից էլ արդեն գալիս է դեպի Հայաստան։ Այո, եւ մեր եւ Եվրամիության հարաբերությունների մեջ այսքան տարիների ճգնաժամը ժամանակ առ ժամանակ առաջացող, որը Օրբանն էր ստեղծում, դա Օրբանը չէր ստեղծում։ Դա էլ էր Ալիևը ստեղծում։ Եվ Ուկրաինայի խնդիրները Օրբանի հետ չէր ստեղծվում Օրբանի պատճառով։ Դա ստեղծվում էր Ալիևի կողմից, որտեղ Օրբանը Ալիևի կլիենտն էր, ոչ թե Պուտինը։ Պուտինը հրամանը տալիս էր Ալիևին, Ալիևի գումարներն էին Հունգարիայում աշխատում։ Լավ, հիմա Իսրայելը ինչ է ուզում Իսրայելը ուզում է, որ տարածաշրջանում ոչ մի կայունություն չլինի, իսկ Հայաստանը գոյություն չունենա։ Պրոստը գոյություն չունենա։ Իսրայելին է դա պետք, որովհետև Հայաստանը դա Եվրոպայի բանն է, այստեղ Նիկոլը չի սիրում, բայց մեկը բաստիոնն է։ Եվ Հայաստանը եվրոպական դարպասն է դեպի հնդեվրոպական կամ հնդիրանական, հնդարիական բան քաղաքակրթություն։ Այդ այն է, ինչը որ խստորեն արգելված է այդ սիոնիստական պատկերացումների համաձայն, իրանց պետք չի որ լինի ուժեղ Եվրոպա, առավել ևս քրիստոնեականի օրը, իրանց պետք չի որ ասենք այդ հարաբերությունները Հնդկաստան Եվրամիություն լինեն, իրանց դա պետք չի։ Թուրքիայի տեսանկյունից եկեք դիտարկենք, Թուրքիային ձեռք է տալիս այդ վիճակը, որում նա այժմ։ Չէ, բայց Թուրքիան ճար չունի։ Ինչու ճար չունի։ Որովհետև տեսեք Էրդողանի տնտեսական քաղաքականության պատճառով Թուրքիան հայտնվել է, որ ասում եմ, ողբանավակ լացակումած վիճակում։ Ժողովուրդ, այնտեղ 5-րդ տարին է արդեն գնաճը, մենակ պաշտոնականն է 35-ից 40% լինում։ Ռեալ գնաճը 70-ից 90% է լինում։ Տարեց տարի հաց 2 անգամ թանկանում է։ Ու այդ նրանից է, որ Էրդողանին պետք էր այդ բանը, ինչ որ մեկը կուտատվե իրան, որ ինքը կարա կենտրոնական բանկի որոշումների վրա ազդի։ Եվ ազդել է։ Դրա պատճառով այնտեղ տնտեսություն չկա։ Ընդ որում քաղաքականությունը, որը մինչև այդ վարում էր ինքը ռազմական սոցիալիստական էր, 10 տարին մեկ Թուրքիայում լինում էր հեղաշրջում ռազմական։ Եվ բանակը գալիս էր կարգավորում էր վիճակը։ Ինչ որ ուժերի օգնությամբ Էրդողանը դա կասեցրեց։ Հիշում եք Պուտինը կանգնացրեց, օգնեց, որ այս մի 16 թվականի հեղաշրջումը չլինի։ Մինչև այդ Էրդողանը ինչ որ այդ բաները ջարդեց բանակի ողնաշարը։ Իսկ բանակը դա սեկուլար, այսինքն ոչ կրոնական եւ հիմնականում արևմտամետ ուժն էր։ Այդ բանակը, որ ապստամբում էր, հա, իրանք ազգայնական էին, բայց այտենց առողջ ազգայնական էին։ Հիմա բանակ գոյություն չունի։ Հիմա, ասենք բանակ էին, այն բանակը, որը որ պատկերացնում, դրա համար ասենք, մեկ Զելենսկի, որ ասում է Թուրքիան հզոր բանակ, Թուրքիան հիմա ոչ մի բան չունի։
Թուրքիայի բանակը հիմա բաշբուզուկներից է բաղկացել։ Դուք այդ հետաքրքիր թեմա մատնանշեցիք, Ուկրաինան, գիտենք բոլորս, եթե ոչ պարզապես ասենք, այս վերջի շրջանում հայտարարությունով հանդես է գալիս, ասում է Թուրքիայի հետ միասին մենք շատ մեծ ուժեղ ենք, այլ երկիրել է նշում, Եվրամիություն, եկեք մեզ վերցրեք, մենք շատ Որովհետև ինքը ինչ է ասում։ Ֆլոտը ուժեղ է։ Ինքը ֆլոտ չունի այդ։ Ինքը ասում է Թուրքիան, Ուկրաինան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան։ Այդ երկրներն են, որոնք որ ունեն ինչ տարբեր մակարդակի համագործակցություն Եվրամիության, բայց Եվրամիության անդամ չեն։ Ինչու է Ուկրաինան, այդ դա գիտենք։ Ինչու է Ուկրաինան փորձում Թուրքիային բերել, հրաշալի գիտի, ինչ խնդիր ունի Թուրքիան, Եվրամիությունը եւ Եվրամիությունը Թուրքիայի հետ։ Արդյոք գիտի։ Դե ասել եմ գիտի։ Այսօրվա արտգործնախարարը, եթե չեմ սխալվում, այդ Սապիգան, ինքը ժամանակին Թուրքիայում դեսպան էր։ Եվ ինքը այն մարդն էր, ով ուկրաինական դիվանագետներին արգելում էր ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ կամ որևէ կերպ մասնակցել ցեղասպանության հիշատակներին։ Այսինքն կան դեպքեր, երբ պետք է դիտարկել հակառակից, Այսինքն ինչի է Զելենսկին դա ասում, դա հիմա Սապիգան ասում է տենց է, ինքն ասում է պարտադիր չէ, որ ինքն ըստեղ խորան։ Լավ, Զելենսկի Թուրքիայի Ուկրաինան մի կողմ դնենք, վերադառնանք ապրիլի 24-ի այսօրվա օրվան եւ տեսնենք ինչ այս ամբողջ նախաբանը, որ ես ներկայացրեցի։ Այնտեղ ուրիշ բան ասեցիք, փուշ չտանք, դրոշի վայրում։ Դա այդտեղ է գալիս։ Ու հրանդինքի, Հրանդինքը, դրոշի այրումը, Փաշինյանի արձագանքը սա դրանք է, լարվածություն հրահրում։ Մնացած էական չի вообще։ Ընդհանրապես էական չի, Փաշինյանի արձագանքները չեն հետաքրքրում։ Փաշինյանը չի կարող նորմալ արձագանք, ինքը վարչապետ է։ Նա պետք է ինքը իրավունք չունի, ինքը հարկ Աստծո տենց պետք է արձագանքեր։ Չեմ ես որ ուզում ինքը տենց պետք է արձագանքեր, կասեմ տենց պետք է արձագանքեր։ Ես ասում եմ ինքը վարչապետ է։ Ինքը տենց չպետք է արձագանքեր, բայց ինքը վարչապետ է։ Ինքը իր կուսակցության գիծն է տանում։ Իր կուսակցության գիծը լավը չի։ Բայց ինքը այս կառավարության ղեկավարն է, այս կառավարությունը ունի իմ վստահությամբ բաց թողումներ։ Ինքը այդ բաց թողումների գիծն է շարունակում։ Չի կարելի այդ տենց բանը, կրոնական շենքեր քանդել է, հասկանում եք այդ որտեղից է գալի։ Այդ բանի եկեղեցու Սուրբ Մարիամն էր, եթե չեմ սխալվում, ամենաշոր, չէ՞։ Աստվածածին։ Հա, Աստվածածին։ Տեսեք, կրոնական խոշորագույն բաների քանդելը դա սիոնիստական պլանն է, իրանց խնդիրը Ալաքսայի քանդելն է։ Այսինքն նորմալիզացումը կրոնական շինությունների ոչնչացման, նորմալիզացումը դա տանում է նրան, որ մի օր Իսրայելը կարող է Ալաքսան քանդի եւ տարածի իսլամական աշխարհը դրանով։ Բայց իրանց դա պետք է, որտեվ իրանց այդ մռակաբեսնի էշ մտածելակերպով իրանք դա պետք է տրակացնեն, որ իրանց բանը կառուցեն։ Հետ գանք դրոշին։ Դե դրոշը բանը հիմարություն է։ Պրոստը հիմարություն է։ Այսինքն խնդիրը որն է, մեր խնդիրը կոպիտ ասած։ Կամ նորմալ դաշնակների խնդիրը, որը պետք է լինի, նորմալ։ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան պետք է վերադարձնի գողացած գումարները, որովհետև 100,000-ավոր մարդիկ եւ 10 կամ տասնյակ հազարավոր ընտանիքներ, երբ իրանք բռնել են կոտորածի ճամփեն, իրանք քանի որ տենց պետական մտածելակերպով կամ ինչ-որ հավատում էին պետության կամ ինչ-որ բանով, իրանք թուղթ են ստորագրել։ Վարատ են տվել, որ այսքան ոսկի, այսքան ունեցվածք հանձնում ենք բանին, որ գանք հետ կստանանք, որովհետև իրանք ասել են, չեն ասել եք ես տանում ենք սպանելու, ասել են ժամանակավոր պիտի դուրս գաս, հետո կգաս։ Եվ այդ թղթերը պահպանվում են թուրքական արխիվներում կան, այսինքն նորմալ մտածող, եթե իրոք ինչ-որ մեկը դաշնակցության մեջ նորմալ մտածում է, ինքը պիտի իմանա, որ Թուրքիայի այս պետության հետ եւ այս դրոշի հետ կապված առավել զուր հայի ստեղծած դրոշն է, ինչ դրա մասին է մտածել։ Պետք է լինել մաքսիմալ կոռեկտ, որ օրերից մի օր, երբ հարցը գա նրան, որ լավ եկեք նստենք քննարկենք, ինչ որ մի բան գոնե փորձենք հասկանանք, ինչ ենք անում, ոնց որ ասեց Ադենաուերը Իսրայելի հետ։ Նստենք ասենք եղբայր, եթե դու հիմա վիրավորում ես այդ բանը, ուր ես տանում։ Ասենք դու պետք է բան ստեղծես, որ գնաս իրանց հետ խոսես, չէ։ Այդ ուր ես տանումը հարցը մի հատ նորից տանք եւ փորձենք։ Չէ, ուր ես տանում, ես գիտեմ որ ժողովուրդ, այդ
Դաշնակցությունը վաղուց կորցրել է այս դաշնակցությունը կամ այն դաշնակցությունը, որը տենց բղավում է, այն դաշնակցությունը, որին ես հանդիպեցի Ֆրանսիայում այդ բանով, իրանք բոլորը կորցրել են, այդ ֆլորն է մնացել։ Իրանք նույնիսկ բան չեն, էլի, այն դաշնակցությունը չի, որը Բեյրութում կանգնած դոշ էր տալի հայկական համայնքի համար անվտանգության։ Չի արա ոչ մի բան է։ Պրոստը անունը վերցրել են, օգտագործում են, ոնց որ ասենք մեկը բանա գտել, հիմա մեկի շորերը հակել են, այդ շորերով ման են գալ։ Բայց այդ այն դաշնակցությունը չի։ Պետք չի այդ պատկերացնել, որ ինչ-որ մտածում են, չէ, ոչ մի բան են։ Ընդ որում, խիստ կասկածում եմ, որ այդ ռուսական ազդեցության այդ ֆակտորը, որը մտցրել են իրենց մեջ 74 թվականից հետո այդ բաներից եւ ավելացրել են 82 թվականից հետո այդ որ KGB ագենտուրանեք է մտել, դե շատ ուժեղ է, ինչ անես։ Էտա դրոշ վառել է այդտեղն, որ Հայաստանը Թուրքիայի հետ, ինչի է ասում, որ պետք է բանակցես։ Հայաստանը Թուրքիայի հետ պետք է հորիզոնտալ հավասարի հետ, չպետք է նստի խոսա։ Ռուսական մոդելի մեջ դա տենց է։ Այդ իրանց նարատիվն է, որ եթե ռուսները գնան, միանգամից Թուրքիան է գալու։ Նորից եմ կրկնում, ոչ, պարոնայք հիմարներ, Թուրքիան ստեղ չի գալու, որտեվ երբ որ Թուրքիան մեկ դեմ դիմաց առանց ռուսներից մեր մեջքին խփելու, մենք Թուրքիային հանդիպել ենք, եղել է Սարդարապատ։ Հետո երբ մի քիչ էլ է խորացել, եւ մենք որպես Անտանտի երկիր ունեցել ենք Անտանտի երկրների աջակցությունը, մենք 19 թվին մինչև դուք դաշնակներդ չեկաք չխառնվեցիք ու բոլշևիկներին չծախեցիք երկիրը։ Մենք Օլթիով, Նախիջևանով եւ Կարսով մինչև Վասպուրականի սահման բրիտանացիների օգնությամբ ունեինք երկիր։ Իսկ դուք դաշնակները տեկաք ու ստեղծեցիք, ասեք, Օլթիի մոտ ինչ-որ անհասկանալի կոնֆլիկտ ու էլի տրակ։ Եկեք ճիշտն ասենք, էլի փախակ։ Այդքան բան։ Ուրիշ ոչ բան չկա։ Ու նժդեին եկեք հիշենք, որը մի օր ասեց, որ դաշնակներդ ոչ մի բան եք, ես իմ Լեռնային Հայաստանն եմ սարքում։ Եվ հիշենք այլ շատ մեծարած հերոսների, որոնք Սարդարապատի ժամանակ Թիֆլիզ էին պահում, հետո երբ որ Նախիջևանը պետք էր թուրքերից ազատել, գնում էին Բաքու, սոցիալիստական ինտերնացիոնալ էին կառուցում։ Պետք չի ուղղակի ապրիլի 24-ը պետք է հասկանալ, պետք չի ամեն անգամ տխրել մեր սխալների արդյունքների համար, չհասկանալով որտեղից են այդ սխալները գալիս։ Մենք անշուշտ մարդ ենք կոր, բայց նոր պատմեցի չէ, մարդիկ հավատում էին, հանձնում էին ու գնում էին։ Բայց ինչի էին հավատում, ինչի էին հանձնում գնում։ Ինչի որտեղ որ չէին հավատում, որտեղ որ բան էին անում, կռիվ էին տալի, պահպանվել են, այսինքն նենց չի, որ ասենք 1000-1500 հոգանոց բանին 10 ասկերով, 15 ասկերով քշում էին։ Այդ ո՞նց է լինում։ Այդ ո՞նց է լինում։ Եղել է, չէ՞։ Հա, չի ասում, բայց ո՞նց է դա լինում։ Ինչի է դա լինում, ինչի է դա պատահում։ Ինչի ենք մենք նորից, սա հիշատակի օր է։ Սա տխրության օր չի։ Ռեկվիեմ է սա որ հնչում, ռեկվիեմ չպետք է լինի։ Սա պետք է լինի հիշատակի օր։ Ես իմ ընտանիքում այդ սրբադասված են, չէ, բոլոր զոհերը, այնքան սրբադասված մարդ ունեմ, որ կարող է, ասենք, լիքը մարդ այս քաղաքում, ասենք, այդքան բան չունի, արմատ չունի։ Բայց իսկ խնդիրը նրանում չի, որ բան, հա, բայց իրանց հիշատակը պետք է հարգել ուրիշ ձևով։ Ոչ թե տարին մի անգամ լացել, Թուրքիայի դրոշ վառել։ Okay, վառեցիր, հետո։ Տղա ես Ռուսաստանի դրոշն էլ հետո վառի։ Թե չեք ուզում կարդաք ռուսական արխիվները։ Թե չեք ուզում տեսնակ Յուդենիչը ոնց էր պայմանավորվում թուրքական գեներալների հետ, որպեսզի հետ վերադարձած հայերին մի հատ էլ կոտորեն։ Թե չեք ուզում տեսնել ռուսական կայսրության հրամանները 16 թվականի, որ հայերից ազատված տարածքների վրա ոչ մի հայ հետ չթողեք, տարեք կազակներին նստացրեք։ Ինչ անենք, չհիշենք այդ, հա։ Ինչի մենակ են ասում։ Հիշելուց բոլորն է պետք է։ Դա իհարկե, թե չէ նորից է կրկնվելու։ Եվ չհիշելու արդյունքում նորից կրկնվեց։
մի հատ 18-21 թվականին, երբ Արցախը եւ Նախիջևանը հանեցին, մի հատ 29 թվականին, երբ հայկական սոցիալիստական ռեսպուբլիկայի սահմանները նորից վերանայեցին, 8-ը այն վաղ Հայաստանի տարածքում էր, մի հատ 36 թվականին, երբ բաները կտրեցին են մնացածը, որը որ Արցվաշենը բան, իրանք Հայաստանի կազմում էին։ Մի հատ էլ կտրեցին, մի հատ էլ կտրեցին, մի հատ էլ կտրեցին, եկանք հասանք, Արցախը կտրեցին, հիմա Արցախը շրջափակեցին, արա հետո թուրքերը չէին արա շրջափակում։ Ռուսներն էին, չէ, բախի չեք ասում։ Ինչի նստած լռում։ Ինչի եք սուտ խոսում, որ Ռուսաստանը ցեղասպանությունը ճանաչել է։ Որտեղից է այդ բլեֆը։ Ռուսաստանի պետդուման, Ռուսաստանի, այո, բայց Ռուսաստանի պարլամենտը երկաստիճան է։ Այնտեղ կա այսպես կոչված դաշնային խորհուրդ, Սովետ Ֆեդերացիա։ Դումայի ռեզոլյուցիան բավարար չի, դա օրենքի ուժ չունի։ Դա հայտարարություն է, դա հասարակական կազմակերպության հայտարարության համարժեք բան է։ Պետք է Սովետ Ֆեդերացիան ճանաչել, պետք է Ելցինը ստորագրեր։ Պետք է մտցներ իրար գրքերի մեջ պատմության են, Անասուն Միգզինսկին հիմա որ կա, որ գիրք կա գրում, որ բանը 28 Պանֆիլովից կար։ Չկար 28 Պանֆիլովից, հայոց ցեղասպանություն կար։ Եվ ռուսների կազմակերպած Արցախի էթնիկ զտում եւս կար, որտեղ շրջափակումը կազմակերպել էր ռուսական խաղաղապահ զորքը, որտեղ Ադրբեջանը ակնհայտորեն ասում էր մենք պատերազմ ենք վարում, եղբայր։ Քո խաղաղապահ զորքի ֆունկցիան էր, որը տեղ սով չլիներ։ Ես որովհետեւ բան չունեմ, բաց հայտարարում էր, ես քո թշնամին եմ, ես քո հակառակորդն եմ, ես քեզ պետք է ոչնչացնեմ։ Քեզը բերեք կանգնած ես այդ բանը Ադրբեջան։ Ռուսներինը բերեք կանգնացրին, որ չլինի։ Խի սովով կազմակերպեց Արցախում։ Ես հասկանում եմ, որ շատ հարմար է հիմա ասել, որ Նիկոլը, հա, այո, օքեյ, Նիկոլը մեղավոր է, հետո Նիկոլը դեֆոլտով մեղավոր է, ցանկացած իշխանություն մեղավոր է։ Հարց չկա, ինչ, հետո։ Նիկոլը մեղավոր, բայց Նիկոլը չէր, չէ՞, այնտեղ կանգնած չէր թողում ապրանքը գնա։ Այդտեղ դեպքում դուք այդ հարցը նորից բարձրացրեցիք, ասացիք հատվածաբար ենք հիշում, ինչու ամբողջի չենք հիշում, Չեք թողում հայհոյեմ։ Հա, չէ, հայհոյելը չենք հայհոյում։ Չենք հիշում, որովհետև մարդկանց հարմար է, կոմֆորտի զոնան է։ Իրենք կոմֆորտի զոնայում են գտնվում։ Իրանց թվում է, որ այդ անիմաստ հայտարարությունները, թե Ռուսաստանը քրիստոնյա երկիր է, ոչ, Ռուսաստանը քրիստոնյա երկիր չի։ Ասենք քրիստոնյա երկիր։ Ոչ, Ռուսաստանը հորդ է։ Ռուսաստանը ուղղակի հորդ է։ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն եղել իսկական բարոյական։ Երբեք ոչ ցարական, ոչ բոլշևիկյան, ոչ էլ հիմիկվա ժամանակներում։ Ես չգիտեմ որտեղից է այդ լեգենդը։ Չկա մի հատ ապացույց չկա ախր։ Այն որ Օսիպ Մանդելշտամը կամ Բրուսովը 1980 պրոստը հրաներ բան չէին, իրենք նույնիսկ ռուս չէին։ Այդ ընթացքում այդ արծաթե դարի ժամանակ պոեզիա ռուսական այդ հարցը բարձրացնում էին եւ տանում գցում էին, դա ոչ մի չի նշանակում։ Դա ռուսը չէր։ Կներեք, Մանդելշտամին կախեցին։ Այդ որ հիմա բանը որ հարցնում ես ասում են այ Օսիպ Մանդելշտամ այսպիսի պոեզիա գրեց, այ որ գրեց գիտեիք տենց լավ նախի կախեք այդ մարդուն։ Այսօր ինչու չենք ամբողջականը մենք մեր առաջ դնում, դուք ասում եք, որովհետև չեք ասում, ես եմ հարցնում ինչու, դուք ասում եք չհիշելը բերում է նոր նման աղետների։ Չհիշելը չէ, հիշում ենք ակրած, ուղղակի հարցը դրանում որ այն ինչ որ հիշում են, չենք վերլուծում, եւ այն ինչ որ իրականությունն է, դրանք տարբեր են։ Օրինակ է։ Մարդիկ բանա, դե իրանք ինչ որ հիշում են, այն ինչ որ մասամբ ճիշտ, բայց մասամբ նաև սխալ է, հա։ Մասամբ լինում է ճշմարտությունը։ Դե տենց է ստացվում։ Մուսալերը ոնց են հիշում։ Կներեք, որ ավստրիական այդ բանը էլի նորից եմ ասում, որ հանգարց չմտածեն էլ, դե հակասեմիտական բան չկա։ Ֆրանց Վերֆելը եւս հրեա էր։
Լեմկինն էլ էր որ գրել էր այդ ցեղասպանության բանը, որ ստեղծել է։ Սահմանում։ Հա, այդ սիոնիստներին եւ հрьяաներին պետք է տարբերել։ Ֆրանց Վերֆելը, եթե Մուսալերան 40 օրը չգրեր, ստեղով էր դա հիշելու։ Հասկանում եք ինչի մասն է։ Նանսենին մինչև հիմա ես զարմանում եմ, ասենք Նանսենի պես մարդուն, որ ասենք, չգիտեմ, ինչ-որ անհասկանալի Խաչապուրի Աբոյանի անվան փողոց կա, որը ռուսներին բերեց տեղ լեզուն ոչնչացրեց։ Նանսենի արձանը տեղ է դրած, բայց Նանսենի փողոցը եսին որտեղ է։ Կներեք, Պուշկինը ով է այս ազգի համար, որ քաղաքի կենտրոնում կա Պուշկինի փողոց։ Լավ է Պուշկինի դբրոց աստված է, դա ռուսական դբրոց է, կարաս ասած ոչինչ։ Բայց սենց պետք վերելուծեք էլի։ Ինչն է ստիպել այդ ամեն ինչ անել։ Որտեղ է այդ, որովհետև ինչ, որովհետև հարմար է եղել։ Որովհետև ինչ, փող էլ չեն աշխատել։ Հա ինչ-որ տենց կարողացել են ստեղից ընդեղից կրճոն պոկել Մոսկվայից բանանել, բայց եկեք հիշենք։ Դեմիրճյանը որպեսի կասկադը սարքի, Մոսկվան այնքան թույլ չէր տալի, ստիպված 3 թե 4 շինարարական կազմակերպության մեջ էր պրոյեկտը կիսած, որտեղ մեծ պրոյեկտ գնում էր Մոսկվա, Մոսկվան չէր հաստատում։ Հիշեք, որ Երևանում մետրոպոլիտենը կառուցելու համար Դեմիրճյանը ստիպված էր մտցնել Երևանի տարածք ինչ-որ գյուղական համայնքներ 3-րդ սովխոզ, 4-րդ սովխոզ, որպեսզի կարողանար մետրո կառուցել։ Որտեղ Մոսկվան թույլ չէր տալիս։ Հասկանում եք, լավ բաներ կան, արդեն գաղտնազերծված ֆայլեր կան CIA կենտրոնական հետախուզական բանի։ Այստեղ մարդիկ չգիտեն, Ստալինը եւ Բերիան պատրաստվում էին միջուկային զենքի առաջին փորձարկումը անել Հրազդանի կիրճում։ Պաշտոնական տվյալներ։ Սենց համար նորություն էր։ Չի հաստատվել հետո Ալիխանյանները, ֆիզիկները, բաները, հայ ֆիզիկները ընկերացնել քիչ կան, ապուշ չէ։ Բայց իրենք լավ է գիտեին ինչ, արդեն եղել էր Հիրոշիմա Նագասակի։ Իրանք արդեն գիտեին դա ինչ է։ Ինչ ունենք այս պահին է հարցս, ասեք։ Հաշվարկային է քամիներ է, չէ՞, փչում այնտեղ, որ կտրակացնեն, հետո այդ քամին կտանի դա Թուրքիա։ Սուտ է։ Բայց հիմա լավ է տենց։ Սովետը լավ երուս, Սովետը լավը չէր։ Սովետը լավը չէր։ Սևրի պայմանագրի ստորագրման օրը բոլշևիկները Սովետը եւ դաշնակները, որ Թուրքիայի դրոշ են վառում, խելոք ստորագրեցին, որ Սյունիքը տալիս են Ադրբեջանին։ Նժդեն չլներ, էդ էլ չէինք ունենալ։ Դրա համար միշտ ճիշտ է չվախել ու փաթթած ունենալ բոլոր հնարավոր դաշնակներին եւ բոլշևիկներին հետը։ 19 քաղաքական ուժ, 17 կուսակցություն, 2 դաշին գրանցվեցին առաջակա ընտրություններին մասնակցելու համար։ Խոսելու ենք այդ մասին գովազդից հետո։ Գովազդ է, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք պարոն Սարգսյանի հետ ենք զրուցում Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան։ Եվ այսպես քաղաքական 19 քաղաքական ուժի պետք է հետևի հայ ժողովուրդը, որպեսզի որոշի ում է ընտրելու։ Ընդ որում դրանցից մի մասը, ճիշտ ասած, ես երբ որ նայում էի, փորձում էի հասկանալ, ովքեր են ներկայացնում ռեֆորմիստների կուսակցություն կա, Ալյանս կուսակցություն կա, Զարթոնք կուսակցություն կա, Նոր ուժ կուսակցություն կա, եւ մեր հայտնի, այն ինչ գիտենք, ԿՊ-ն, ԲՀԿ, Շնորհապետական, բոլորին դեմ եմ, Ուժեղ Հայաստան դաշինք, Ժողովրդական համախմբում, Սուրեն Պետրոսյան, այո, նայել եմ, Ժողովրդական համախմբում, Թևերը, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ։ Եվ դոկ Քոչարին նեղանում են, ճիշտ ասած ինձանից, որ ես եթե սկսում եմ ասել, բոլորին չեմ թվարկում։ Այդ վտանգավոր է, լավ չսկսել։ Դե արդեն սկսել եմ, կներեք, բայց պետք է ասեմ, որովհետև շատ վիրավորվում են, համարում են Հայաստան դաշինք, Քրիստոնյա ժողովրդական կուսակցություն, Հայ ազգային կոնգրես, Հանրապետություն, Զարթոնքը ասեցի, ընդ որում անվանում այսպես է Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցություն, Արա Զոհրաբյանն է, Փաստաբանների պալատի նախագահն է, այո, դոկը ասացի, Քոչարին ասացի, եւ այսպես։ Տեսեք, մեր քաղաքական դաշտը տարօրինակ է, մարդիկ չեն նկատում, երբ որ այս ընտրությունների նախորդին մենք բան էինք անում, պատրաստվում ենք, փորձում ենք բան հասկանենք, Պետրեգիստրում ես նայեցի ցուցակ գրանցված կուսակցությունների ցանկը, Պարզանդեղ ոչ շանս չկա իրանց ծրագրերը կամ երկարաժամկետ կամ բան, ասենք այնտեղ այդ թողենք մնացած քննարկմանը, նույնիսկ անվանումներով շատ տարօրինակ է մեզ մոտ կուսակցությունների 80%-ը երևի գտնվում են քաղաքական սպեկտրի այն մասում,
որը բոլոր երկրներում համարվում է մարգինալ, այսինքն ծայրամասային, եւ հիմնականում չի ողջունվում, որովհետեւ զուտ անվանումները ունեն նացիոնալ սոցիալիստական ուղղվածություն, չեմ ասում, որ նացիոնալ սոցիալիստ է, բայց այդ ազգայնական սոցիալիստական բաները, գաղափարները, որոնք 20-րդ դարի սկզբի բնորոշ են 19-րդ դարի վերջի փիլիսոփայական բաների վրա, խոսում են նրա մասին, որ այդ կուսակցությունների ստեղծումը պայմանավորված է Հայաստանի քաղաքական մտքի տկարությամբ եւ աղքատությամբ։ Նույնիսկ եթե վերցնում են եվրոպական կամ եվրոպական հիմնականում ուրիշ չկա, քաղաքական դաշտին բնորոշ անվանումներ, դրանց տակը միշտ ինչ-որ ցեղային բաներ են, ցեղային, քարանձավային, լավ սենց ասեմ։ Ցեղայինը ո՞ր։ Tribal էլ, այն որ մենք ենք մեր ավանդական մշակույթ, ընդ որում ավանդական եւ ադաթական արաբական բառը օգտագործելով մշակույթը նկարագրելով, իրանք հիմնականում նկարագրում են սելջուկներին բնորոշ կանոնները, որտեղ ես 1000 անգամ ասել եմ, եթե ուզում եք իմանալ հայ ավանդական ընտանիքի մասին, վերցնում եք Մխիթար Գոշի դատաստանագիրք եւ բացում եք այնտեղ ամուսնալուծությունների բաժինը։ Հետո բացում եք այսօրվա շատ լիբերալ եվրոպական իրավունքին վերաբերվող մեկնաբանություններ եւ տեսնում եք, որ այսօրվա լիբերալ եվրոպական բանը Մխիթար Գոշից շատ ավելի պահպանողական է։ Որպեսզի պարզ լինի, էլ ինչի մասն է խոսքը։ Դրա համար այդ որ սպեկտրը ասում եք եւ այդ գալի գումարվում է հայ քաղաքական մտքի տկարությանը եւ ընդհանուր առմամբ տնտեսական ծրագրերի բացակայություն, ինչա որ պետք է վերաբերվի։ Մեր քաղաքական դաշտը հիմա խոսում է նրա մասին, ինչի մասին մենք այս ստուդիայում խոսել ենք 4-5 տարի առաջ, որ այն ժամանակ ակտուալ էր։ Չունեք չէիք թողում Պուտինին խետարով բան ասել։ Հիմա սրանք չեն ալա, նայում ես ասում ես եղբայրս ինչ տիո հարուցի կաթես խմե առավոտը, սատկած էշ ես տշում։ Բա ուր է իր 20 թվին, 21 թվին, 22 թվին, ինչեր լեզուտ ընդեղ որտեղ որ մութա ու տակ։ Սուր եք նոր եք առաջացել տենց ինչ-որ հիմա սա խոսում են, չէ, եղբայր, դա տենց չի։ Հիմա իրանք զբաղվում են միջազգային հարաբերություններով, ուջուրի կուսակցություններ, որոնք շանս չունեն։ Իրանք խոսում են Հայաստանը ինչ-որ մի քաղաքական կուսակցություն, որը ներկայացնում է ինչ-որ մի սոցիալական զգալի նշանակելի խումբ, այս սպեկտրում գոյություն չունի։ Բոլորը տիեզերական հարցեր են լուծում։ Այն որ նայում ես, ասում ես կներեք, իսկ բան ասենք ալֆա կենտավրան կարա առանց ձեզ գոյություն ունենա, թե այդ աստղն էլ է վառվում, որտեղ ձեզ է պետք։ Նայում ես, ասում ես, եղբայրից չեք խոսում։ Ինչ որ մեկը ֆերմերների իրավունքով զբաղվում է, ինչ որ մեկը նայում է ուսանողական բանը, ինչ որ մեկը հարց բարձրացրել է, որ ասենք, եթե դու փորձում ես կամպուսային քաղաք ստեղծես 21-րդ դարի առաջի քառորդի վերջում, այն պարագայում, որ սաղ աշխարհում այդ կամպուսային քաղաքները ճանաչված են անհաջող փորձ, որտեղ դրանք բացի թմրամոլության աճից, անբարոյականությունից եւ զրոյական արդյունք տվող հասարակությունից, որտեղ տանում ես ուսանողներին նստացնում ես այնտեղ, որտեղ սա ջահելություն է։ Իրանք ով ասեց, որ իրանք սովորելու են այնտեղ։ Ով ասեց, որ կոնտրոլ։ Բացի դրանից իրանք բերում են այն քաղաքի, որից դու կամպուսը հանում ես, դրա մահվանը, որովհետև քաղաքում եթե չկա երիտասարդություն, որը տժում է բանը անում, հա, տենց ինչ-որ այդ քաղաքը մեռած է։ Մեռած է, դա ծերանոց է, այդ քաղաք չի։ Որովհետև այդ ուսանողները, որոնք գնացին այնտեղ էլ մնալու են, այնտեղ երեխա են ունենալու։ Դու քաղաքը սպանում ես։ Ես հասկանում եմ, որ ԿՊ-ն ատում է Երևանը, որովհետև Երևանը իրան դրանով պատասխանում։ Այդ ակադեմ քաղաքի մասին եք խոսում։ Այդ չգիտեմ, դա ակադեմ քաղաքը ինչա, դա կոռուպցիոն մեծ սխեմա է։ Դա ամենակարևորներից չի, կարևոր է, բայց որն է կարևոր։ Չէ, գիտությունը ամեն որ ոլորտին մանը տնես, այդ ոլորտում
Խնդիրը նրանում է, որ մենք ունենք 19 կուսակցություն, որոնք զբաղված են լինելու նրանով, որ պետք է ինքնամեծարեն իրանց եթերներում։ Բայց իրենց թե գոնե ինչ-որ գաղափար, ինչ-որ խնդրի լուծում առաջարկվի։ Չէ, Հիմա էլի կնեղանան, ԱԺԲ-ն կասի ես ունեմ, Շնորհապետականը կասի ես ունեմ, դե բոլորին դեմեմը չի ասի հիմա, որտեղ բոլորին դեմեմը այլ քաղաքականություն է վարում։ Ոչ մեկ չունի իրականում, ոչ մեկ չունի, որտեղ եթե ԱԺԲ-ի ծրագիրը այդ Ռուզվելտի բացիկն է, ապա կներեք, դա ծրագիր չի։ Դե ինչու եք այդքան նեղ վերցնում։ Բա ինչ է։ Միայն արտաքինն եք վերցնում։ Բա ինչ կա էլ։ Նորից ասցի, որտեղ եկեք չխորանանք, որ խորանանք կպարզվի նացիոնալ սոցիալիստ են։ Հենց որ ավելի լավ է չխորանանք։ Սրա մեջ չխորանանք, նրա մեջ չխորանանք։ Չէ, որովհետեւ տեսեք խնդրեմը որն է։ Գնում են ընտրության մարդիկ։ Պետք է ընտրեն, չէ՞ խորանան ընտրեն։ Չէ, պետք է 19 մենք չխորանանք, որովհետև մենք ստիպված ենք լինելու եթերից ասել այն, ինչը չի ողջունվում եթերից ասել, որովհետև չի կարելի ասել, որ քո երկրի քաղաքական սպեկտրը բաղկացած է նացիոնալ սոցիալիստներից, որ ամբողջ աշխարհում չի ընդունվում, բայց իրականում որ վերլուծում ես դա է։ Դրա համար իրանք այնքան թքած ունեն, որ իրանք ուզում են ամենաբազային արժեքներին դիմեն մարդու, առանց մտածելու ինչա։ Բայց իրականում մարդիկ գնում են ընտրելու անձը։ Հիմա անձն են ընտրելու։ Ընտրելու են Նիկոլին, Տաշիր Սամոյին, Ռոբիկին կամ Էլովանդը։ Էլ մարդ չկա դրանց որ դեմքով, այն որ արգելեցին անուններով լինի։ Որում որ անուններով լիներ, այդ անուններն էր լինելու։ Գուրգեն Սիմոնյան։ Եղբայր, վաղ կներեք։ Գուրգեն Սիմոնյան ինչ։ Անուններ եմ փնտրում պարզապես։ Ինչի՞ է այդ անունը։ Թաթոյան։ Էդ ով է։ Արման Թաթոյան, Լուսավոր Հայաստան ունենք։ Էդմոնչիկ Մոսկվաբացկի։ Դուք հարցազրույցներից մեկում ասել եք Կիրիենկոն է լինելու վարչապետը։ Այո։ Կիրիենկոն է լինելու վարչապետը, եթե են 3 պրոռուսական ուժերը իրանք բանով դրանցից ցանկացած եթե Գյումրի լինի։ Սամվել Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան։ Չէ, ընդեղ էլի կան, ընդեղ էլի կան, եկեք հիշենք, որ ապրելու երկիրը, բաները հասկանում եք, ընդեղ ընթացքում էլի մարդիկ գնացին, նույն ԱԲԺ-ն գնաց կողքները կանգնեց, Սամվել Կարապետյանի երբ որ ինչ-որ միտինգներ էր, բաներ էր, եկեք մի հատ նայեք, այսինքն մենք Եվրոպամետ ուժը տեղ չունենք, ես գիտեմ, որ կարող է հայտարարեն հիմա ուղղակի ձայն պոկելու համար, բայց տարօրինակն է նա, որ Եվրոպամետ միակ ուժը ստեղ դուրս է գալիս, որ ասում քիչ ամնում բան անեմ, հողը լցնեմ գլխից, Նիկոլը Փաշինյան։ Որտեվ ուրիշ Եվրոպամետ ուժ չկա։ Բա դուք ասում եք կեղծ Եվրոպամետ է։ Կեղծ Եվրոպամետը միակ Եվրոպամետն է դուրս գալիս։ Հասկանում եք։ Որտեվ անուններ եք տալիս, իրենց կուսակցությունների հիմնադրման կամ ծրագրերի մեջ Եվրոպայի մասին խոսք չի եղել։ Չեմ ուզում ես անուն տամ հակագովաճ չլինի։ Դե դուք Արմեն Հովհաննիսյան, Արմեն Հովհաննիսյան բաներ մասնակցել էր, եկավ ասեց բրծավ փագեք թեման։ Պետք չի դրա համար անուններ տալ։ Ավելի լավ է չտանք, կենտրոնանանք նրանց վրա, ովքեր կարան ռեալ թիվ հավաքեն։ Ռեալ թիվ հավաքողը Փաշինյանն է, Սամվել Կարապետյանի ուժն է, որը ինչա ուժեղ Հայաստան դաշինք։ 11% պետք է հավաքեն, որովհետև դաշինք է։ Նույն բանը Քոչարյանն է, որ էլի 11% պետք է հավաքի Հայաստան դաշինքը։ Եվ Ծառուկյանը ոնց որ թե կուսակցություն է գնում, դաշինք չի։ Չգիտեմ դու Բարգավաճը, ոնց որ Բարգավաճա չէ գնում աստի։ Հայաստան։ Հա։ Այդ տեսեք ինչ է ստացվում, այսինքն իրանց հավակնությունները առնվազն գնում են, առնվազն 30%-ի, եթե իրանք հասկանում են, որ հավաքում են։ Որտեղ որպեսզի անցնեն պետք է 11 հավաքեն, 3 կուսակցություն պլյուս են դաշինքներում, եթե չեմ սխալվում։ Սամվել Կարապետյանի մոտ 3 կուսակցություն պլյուս է, այնտեղ ինչա, չէ, այնտեղ մենակ 2 է դաշնակների մոտ։ Քոչարյանի մոտ։ Ես ասում եմ թվերը հասկանաք, էլի։ Նիկոլ Փաշինյանը հավաք, հա՞։ Ոնց է այդ թվերը պատկերացնում, ես ուզում հասկանամ ինչ մետոդիկա է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջն է, որ անցնում են։ Անցողիկը 11 է։ 10, 10 ու 11 գոնե պետք է հավաքի։ Այնտեղ անցողիկը
7-ա թե 8-ա, 8-ա, 4-ա, 8-ա, լավ։ 4-ա, 8-ա։ Դե տեսեք հիմա, եթե իրանք գնում են եւ հավաքում են այդ ձայները, որտեւ իրանք այդքան ռուսամետ բան ունեն, ընդհանուր առ չկա։ 20-ից 30% այդ ռուսամետներն են։ 30-ից 35% քնած, մեռած, որ ոչ մի բան չանի Նիկոլը դա։ Իսկ եթե ինքը մայիսի 2-ին հանգարց կանգնեց ու ասաց եվրո ասացացման տուղթ եմ տալու, այն զանգվածը 60%-ը, որ ասում էր փախակ սաղաց տեղից, գնալու են ընտրեն Նիկոլին։ Եվրոպական այդ գագաթնաժողովի մասին։ Դրա համար եմ ասում, որ դե ֆակտո կեղծ Եվրոպամետը ստացվում միակ Եվրոպամետը, որտեղ հիմա այսօրվա դրությամբ իրանք բերում են նոր եվրոպական առաքելություն, որտեղ Եվրոպայի համար ինքը ընդունելի քաղաքական գործիչ է։ Իսկ այդ եվրոպական առաքելության, նոր առաքելության մասին ինչ կարծիք ունեք։ Ընդ որում ասեցին սկզբում 2 տարով, հետո ասեցին դեռ 2 տարով։ Դե ինքը կարող է հետո երկարաձգվի ինչ-որ ձևով։ Տեսեք, Հայաստանը գոյություն ունի մի քանի գործընթաց, որը ընթացքում է։ Մեր մոտ կա եվրոպական դիտորդական առաքելություն սահմանների վրա։ Գիտենք այդ։ Այս նրա հետ կապ չունի, այս ուրիշ բան է։ Բայց կային զելեմեներ, որոնք հայտարարել էին, թե նրանց փոխարեն էսա գալի, լավ չէին հասկացել, պրոբլեմը որն է։ Հայաստանը ինտեգրվում է եվրոպական անվտանգային գոտում։ Հələ որ ոչ ռազմական, բայց քանի որ այդ եվրոպական անվտանգային գոտին եվրոպական անվտանգային նոր կառույց է։ Նորա ստեղծվում, դա ՆԱՏՕ չի, դա ուրիշ բան է։ Եվ այդտեղ ոնց որ առաջի ջութակը Ֆրանսիայինն է։ Այդտեղ Հայաստանը տեղ ունի եւ կարող է ունենալ եւ կզարգանա։ Հաշվի առնելով նաեւ որ այդտեղ հարցնում եք խի բանը, Սուրեն Պապիկյանը ստանում է բան։ Պատվո լեգիոնի շքանշան։ Ես ինչքան ուզում եմ ասեմ, որ իրանք կեղծ Եվրոպամետ են, օքեյ։ Ֆրանսիան ընկալում է առնվազն 3-4 քաղաքական գործչի, որպես բավարար Եվրոպամետ։ Հիմա այդ անվտանգային կառույցները, որոնք կան, իրանք պետք է գան։ Մի մասը սահմանն է նայում, մի մասը կիբերանվտանգությունն է եւ ընդհանուր առմամբ այդ անվտանգային համակարգն է։ Վիզաների ազատականացման հետ կապված եւս գործընթացներ են գնում։ Ազգային անվտանգության ծառայության եւ իրենց գործընկերների մասով եւս գործունեություն, Եվրոպոլի եւ Հայաստանի ոստիկանության հետ կապված եւս գործուն։ Եվ իրականում սա հեշտանում է բոլորը, որովհետեւ Ամերիկայում Սպիտակ տան Oval Office-ը զավթած շքախումբը ամեն ինչից ուզում է հեռանա ու լավ է տենց։ Ուշում իրանք թող իրանք դարդերով տապակվեն, իրանք ոնց որ տարածաշրջանը բաց են թողում։ Բռնել են մի փոչ ու այդ փոչը լավ տեղ չի տանում։ Մեծ հավանականությամբ Ամերիկան կարող է դուրս գա այս տարածաշրջանից շատ ավելի արագ եւ շատ ավելի ցավալի։ Եթե այդ փոչը Իսրայելն է, մենք ամենասկզբում խոսում ենք Իսրայելի մասին։ Հա, բա Իսրայելն է, բա։ Ուղղակի չեմ ուզում շեղվեմ։ Այսինքն Միացյալ Նահանգները դուրս են գալի, Իսրայելն են գալիս։ Շարունակապես նշենք այդ փոչի տեսեք փոչը եւ տարածաշրջանը, ձեր ասած փոչը նույնիսկ Իսրայելը որպես Իսրայելը չի, Իսրայելի սիոնիստական կառավարությունն է, այսինքն Նետանյահուի, Բենետի եւ տարածաշրջանի տեսանկյունից տեսեք, այդ Իսրայելի հիմիկվա ղեկավարության քաղաքականությունը պատճառն է, որի հետևանքով Ամերիկան տարածաշրջանից դուրս է շպրտվում։ Ընդ որում ոչ թե մարդկանց կողմից, ոչ։ Մենք բոլորս Ամերիկան շատ ենք սիրում, բայց այն Ամերիկան, որը մենք սիրում ենք, վաղուց էլ չկա, որտեղ մենք հիմա նայում ենք ինչա կատարում Ամերիկայում, ամեն օրվա ռեժիմով նայում ենք ամերիկյան զելեմեները ու հասկանում ենք, որ այս պահին Ամերիկայի ողնաշարը մնացել է Տակեր Կարլսոնը, Մեյջորի Թեյլոր Գրինը եւ Ջո Ռոգանը, այսինքն մարդիկ ովքեր իզոլյուցիոնիստ են եւ ասում են, որ այս ամեն ինչ որ կատարվում է սխալ է եւ 25-րդ ամենդմենտով դուք պետքա բանին հանեք, Տրամպին հանեք, ձերբակալեք եւ ռադանեք։ Այսինքն դա նշանակում է, որ Ամերիկայի բուժվելու պարագայում իշխանության են գալու իզոլյացիոնիստները, այսինքն մարդիկ ովքեր ուզում են այդ Մոնրոյի դոկտրինը աշխատացնեն։ Եվ արդեն ոչ միայն դուրս կմղվի ԱՄՆ-ն, այլ նաև դուրս կգա, որտեղ իրենց դոկտրինը իրականում տենց կլինի։ Որտեղ իշխանությունը հիշում եք Տրամպը Մոնրոյի դոկտրինը առաջ քաշեց, բայց ոչ մի բան չարեց։ Հետո գնաց սկսեց խառնվել ամենտեղ, դե հիմնականում Իսրայելի պատճառով։ Ու առանց թաքցնելու Իսրայելը ստիպելա, որ ինքը գնա մասնակցի այս պատերազմին։
Իսրայելի պատճառով ամերիկյան զինվորներ են զոհվում եւ ամերիկյան հասարակությունը պլոջիկ չունի։ Կանգնի ու ասի գիտես ինչ կա, մենք չենք պատրաստվում Նետանյահուի 40 տարվա երազանքի կամ սիոնիստական հեքիաթների պատճառով մեր երեխեքին զոհեն։ Հա, ավեսով է խելոք գլուխները կա զոհում։ Հետեկանք մայիսի 4 եվրոպական քաղաքական համայնքի Դեմա եւ այդ եմ ասում եւ մայիսի 4-ի այդ մեկ երկրորդ անմիջապես հետո գալիս է Հայաստան Եվրամիություն առաջի վեաժողովը, որը բերելու է էլի հետևանքների։ Հիմա ես իհարկե կարամ ձեզ ապացուցեմ միևնույնն է, իրանց կարամ ապացուցեմ, խոսքը ՓՔՊ-ի մասն է, որ ենք եվրոպական չեն, Եվրոպա մեջ։ Որտեվ եվրոպական քաղաքականությունը ենթադրում է սոցիալական, տնտեսական, կրթական, ռազմական եւ բազմաթիվ այլ ականների ական լավ չէր։ Բազմաթիվ այլ ոլորտների ռեֆորմներ, որոնք իրանք ունակ չեն անելու, որտեվ այդ ռեֆորմները ենթադրում են, օրինակ, որ այս պահին դեռևս իրենց ֆրակցիայում գտնվող օլիգարխների հետ փոխկապակցված, օլիգարխիկ ընտանիքների հետ փոխկապակցված բիզնեսմեններ, քաղաքական գործիչները պետք է նստեն երկար։ Խոսքս Խաչատուր Սուքիասյանի մասին է, ում խաչով թաղվեց աղագին մեծ ոսկու պաշար Ռուսաստանի։ Ну, միջազգային մամուլը տենց էլ բաներ, բայց ինքը ոչ մի պատասխանատվություն դրա համար չի կրել։ Իսկ ինքը պետք է կրի։ Լավ, հետ գանք Կիրիենկոին, ինչ է անում Կիրիենկոն թելիկներն է քաշքշում։ Հայաստանում։ Այդ ես միշտ ասել եմ, Հայաստանում պրոռուսական ուժերը իրանք սուբյեկտայնությունը, ոչ միայն Հայաստանը չեն ուզում որ պետություն ունի, այլ իրանք իրանցով սուբյեկտայնություն չունեն։ Իսկ դուք չեք զարմանա, թե հանկարծ այս իմ թվարկածներից մեկը, երկուսը, երեքը մեկ էլ այսպես շռնդալից հաղթանակ տանեն, բառ է։ Հա, լավ, հասկացա։ Ենթադրվում եմ, որ ինչ-որ բան է, ֆանֆարներով։ Ասենք համոզիչ եւ Համոզիչը ո՞րն է, ինչ Բռնի Նիկոլին կրի։ Ով։ Սամվելը կարապ։ Շնորհապետական կուսակցությունը, ասենք թե։ Ժողովուրդ։ Ռեֆորմիստների կուսակցությունը։ Ոչ։ Հայ ազգային կոնգրեսը։ Հայ ազգային կոնգրեսը պետք է ոնց որ զոմբի ապոկալիպսիս լինի։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ փոխկապակցված ցանկացած բան պետք է մնա 20-րդ դարում։ Մութ ու ցուրտ տարիների մեջ 200 գրամ հացի ու 40 րոպե լույսի հետ միասին պետք է թաղվի ու գնա։ Ցանկալի է, որպեսի այդ ամբողջ ծավալը այդ հիշողությունների մնա պատմության գրքերում։ Մի խոսքով հետ են գալիս, քանի որ ժամանակը քիչ է, ԿՊՆ էլի նորից մենք ունենք ձեր ասածով, ստացվում է էլի ժողովուրդ, մի բան ասեմ, տեսեք։ Եկեք ռացիոնալ ռեալ գնահատենք այ իրավիճակը։ Բացի ԿՊ-ից ու այդ 3 պրոռուսական ուժերից բոլոր մնացածի անցնելու շանսերը, տոկոս հավաքելու շանսերը ահավոր ցածր են։ Եվ եթե ինչ-որ մեկը եւս անցավ, միայն այն պարագայում, եթե ԿՊ-ն օժանդակի։ Այդ ինչ ասեցիք։ Եթե պետական քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակցություն չլինի, ոչ մեկ չի անցնելու այն մնացած 4-ը կա 15-ից ոչ մեկ։ Օրինակ հանրապետություն աջակցի։ Ոչ, չի կարա աջակցի, հանրապետություն կուսակցությանը կարա աջակցի։ Բայց դա ակնհայտ է, որովհետև Զավենչը ամենասկզբից ասել է, որ ինքը պատրաստվում է գնալ Նիկոլի հետ։ Դոկին աջակցի։ Չէ, հիմա լուրջ Վարդան եք Ղուկասյան։ Հիմա լուրջ եք ասում։ Հարցնում եմ։ Չէ, բայց Լրագրող իրավունք, հաղորդավար իրավունք ունի հարցնելու։ Կարանք հարցնել։ Ես իմ իրավունքից օգտվում եմ։ Կարանք հարցնել։ Եվ այսպես ավելի լուրջ, ուրեմն դուք էլի համարում եք, որ այնուամենայնիվ ինչ որ կուսակցություն այս ցանկից բացառվում է։ Մտնելու է, չէ, մտնելու է որպեսի Չէ, մի ստեղծեք։ Կենսա չեմ ասում, բայց բազմազանություն մի ստեղծեք ինձ այն ֆլորը, որը ես չունեմ։ Ես ցինիկ սոցիոլոգ եմ 95 թվականից այս գործի մեջ եմ։ Լավ։ Այս պահին բացի պրոռուսական ուժերից եւ Նիկոլ Փաշինյանից ցանկացած այլ քաղաքական ուժի մուտքը ազգային ժողով դրա հավանականությունը շատ մոտիկա 0-ին։
շատ մոտիկա 0-ին, ասեմ ինչու, որովհետև ինչպես ամեն անգամ այս ընտրությունների ժամանակ հեղափոխությունից հետո բանը թեժանում է ամեն ինչ եւ գալիս է հասնում է նրան, որ այն պահին երբ մարդիկ գնում են ընտրությունների ու իրոք դա տենց է, միշտ հարց է կանգնում, ես հանգարց որ Նիկոլին չտամ, կարող է Ռոբը հետ գա։ Միշտ տենց է լինում։ Միգուցե դա հատուկ են արել, որպեսզի հենց այդպես մարդկանց ամեն մեկի տունը գլուխը չես կարա մտնես։ Մարդն է գնում ընտրում, ոչ մեկ չի ստիպել այս տարիներին, որ գնան ընտրեն։ Չէ, ուղղակի ինչ որ մի պահի նրանք ովքեր ստեղներն հասնում, չեն գնում, նրանք ովքեր գնում են ընտրության եւ ինչ որ մտածված ընտրություններ են գալի, հաստատ չեն ուզում որ նրանք վերադառնան այդ ու այս անգամ այս եվրոպական վեհաժողովներից Մակրոնի այցից Ֆրանսիայի պայմանագիր է ստորագրում ռազմավարական դաշինքի։ Ախր սրա դեմ ոչ մեկ չի կարա գնա։ Այսինքն եթե դու մի քիչ գոնե հասկանում ես եւ ոչ թե սեփական եսը պետք է մեծարես այլ երկրի մասին ես մտածում, դու հասկանում ես որ հենց հիմա այս դաշինքը որ կնքվեց Ֆրանսիան էլ ասենք քո պաշտպանության նախարարին տվել է պատվո լեգիոնի շքանշան, եղբայր մի խանգարի, ուղղակի մի խանգարի, որովհետև նենցա որ այս դուրս է եկել ջրի երես, բայց ահռելի ծավալ կա աշխատելու, այսինքն ստեղ իմաստել չկա փոխլո, հիմա կոպիտ եմ ասում, հա, լավ ասենք կա հարցն, ինչի ես չեմ գնացել, որովհետև ես չեմ տեսնում ստեղ բան, դաշտ չեմ տեսնում, կոպիտ ասած ես, որ գնայի ընտրությունների, պետք է ասեի մենք պետք է Ֆրանսիայի հետ դաշինք, օքեյ, կնքում են, հետո, մենք պետք է Եվրոպայի հետ անում են, օքեյ, տակը սխալ բաներ կա, լիքը, ոլորտները տենց չի, ինչ-որ բան, բայց ընդհանրապես փաստ չի, որ նոր եկած կամ մտած քաղաքական ուժը կարա այդ ինչ-որ բանով փոխի, և ազգային ժողովում պետք էլ չի, որ փոխեն, ազգային ժողովը բան չի, տեղ չի, որտեղ պետք է գան տենց ինչ-որ բան, ազգային ժողովը հիմա մանավանդ, այս ամբողջ փոփոխությունների հետ կապված, վիզաների ազատականացում նոր բաներ է, անվտանգային համակարգեր եվրոպականը, զուտ աշխատանքային տեղ է, կներեք ես հոգնել եմ ազգային ժողովը ամեն անգամ միացնելուց, կրկես նայելուց, ինչ-որ բան փոխվելու է, չգիտեմ փոխվելու է, թե չի փոխվելու մեծ հավանականությամբ, ուղղակի այդ կրկեսի մեջ նոր բաներ է ավելանալու, ինձ պետք է որ ազգային ժողովը Ինչ է ավելանալու, պարոն Սարգսյան, լավ է որ էմոցիաներ, հույսեր ունեք, չէ, էմոցիաներ, դե Սամվել Կարապետյանը նոր էմոցիա է բերելու, որտեղ արդեն իր ձեռքից խոշոր բիզնես են վերցնում։ Հա, պայքարելու է այնտեղ Հա, որտեղ հիմա պայքարը ինձ համար անհասկանալի է։ Այսինքն անձնական խնդիրների շուրջ է այդ պայքարը, ոչ թե երկիրեն կառուցում։ Né, տեսեք, խնդիրը անձնականը, հիմա զուտ անձնական է, հիմա զուտ անձնական է, բայց եթե բանը մտնի, Կարապետյանի ուժը մտնի, այնտեղ արդեն կարա գնա կոնկրետ բիզնես շահերի, որը ի սկզբանե գալու է, որտեղ բիզնես շահերը հիստերիկ բաներից, ելույթներից տարբերվում են։ Բիզնես շահը դու պետք է պայմանավորվես պետության հետ, դու ընդդիմություն ես, ուզած չուզած։ Այսինքն այնտեղ կարող է օրենքների փոփոխություն լինի, կարող է ինչ-որ բան, չգիտեմ, բոյկոտեն, ինչ-որ օրենքի նախաձեռնություն ան, ինչ-որ մի բան հանձնաժողովի մեջ մտնեն նոր։ Դա էլ ենք տեսել, բայց դա արվում է սեփական բիզնեսի շահերից ելնելով, ճիշտ է։ Հա, վտանգավորը երկրին դա է պետք։ Չէ, տեսեք, վտանգավորը դա Այդ օրենքն է պետք։ Իրեն պետք է այդ օրենքը իր Հա, բիզնեսի։ բայց դա վտանգավոր է միայն, երբ խոսքը գնում է իշխանության մեջ գտնվող Դե հասկանա, օլիգարխ է կոչվում դա, այո։ Իսկ երբ որ դա անդիմադիր կուսակցությունն է, որը ասենք պահում է մի քանի օլիգարխի շահերը, դա լրիվ ուրիշ պատմություն է դա։ Վերջին հարցս ետընտրական շրջանի մասին են շատ մտահոգվում, խոսում, Այդ եվրոպական ձեր նշած կազմակերպությունը հիմնական աշխատանքները սկսվելու է ետընտրական շրջանում։ Եվ ետընտրական շրջանի վտանգավոր զարգացումներից խուսափելու համար այսօր արդեն խուսափել չեն կարողանա, կլինի վերահսկել։ Բայց կհասցնեն, որտեղ նրանք կարծես թե այդքան շուտ չեն գալու։ Ինձ թվում է իրանք վաղուց արդեն ստեղ են, պրոստը պաշտոնապես պետք է արճակվեն։ Հասկանում եք, մենք դեռևս հեռու ենք, չնայած Նիկոլը իհարկե տրամպիստ է եւ օրբանիստ, մենք հեռու ենք դեռևս նրանից, որ Նիկոլը հենց Օրբան է։ Այսինքն հասարակությունը մեծ հաշվով կամ անտարբեր է, կամ էմոցիոնալ առումով
չի ընդունում, այսինքն 68% բացական վարկանիշ կա, բայց ինքը բան չի, բավարար չի գործողությունների համար։ Եղավ, Նենց որ շնորհակալ եմ, չէ, մեկ դրամատիկ կամ անձնական այսպես երանգել, ճիշտ է, խոսակցությունը այլ թեմաների էր վերաբերում, Նիկոլ Փաշինյանը ասում է ուրախ եմ, որ կարողացա եւս մեկ շանս ստանալ ընտանիքս փրկելու համար։ Աննա Հակոբյանին տեսել են արդեն Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում եւ կա խոսակցություն, որ Աննա Հակոբյանն է մասնակցելու նաեւ այդ Եվրոպական գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանին չգիտեմ, ես ընտանիքում բանը չեմ նայել, պետք է նայել։ Ընտանիքի պատմությունը եւս ազգը հետևում է։ Բանը հա սերիալները մենք սիրում ենք, հարցը դա չի սրտիկ մրտիկ բան։ Այո։ Վերջը հասկացան մարդիկ սրտիկները ու մեր ճակերտավոր վերաբերում են, դա չէ, գիտեին իրենց է վերաբերում։ Այդպես է կա Դե բա, մեկնաբանում այդ Չէ, դե այդ սաղ լեգենդը, այդ սաղ բանը ստեղծվել է, այսինքն լուրջ բաներ աշխատել են, թիմը աշխատել լուրջ այդ ամեն ինչի վրա։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ես չեմ տեսել դեռևս Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապատասխանաբար ֆինանսական այդ բանը, որ իրանք պետք է տան հայտարարագիր ընտրություններից առաջ։ Ինձ դեռ է հետաքրքրում։ Քանի որ այն ընթացքում որ դա պետք է տրվեր, իրանք արդեն separate էին։ Այսինքն Աննա Հակոբյանի ֆայլերը ունեցվածքը, իր բարեկամների ունեցվածքը կարող ֆիքսված չլինի։ Հետևաբար այստեղ կոռուպցիոն բան կա։ Այս ամենասկզբից ասել են, որ դա շատ նման է կոռուպցիոն գործարքի։ Այս գնալ գալը։ Հա իհարկե, երբ որ իրանք separate են, այսինքն առանձին են, քանի որ նաև զաքսավորված չեն, Նիկոլը պարտավոր չի Աննայի բաները ներկայացնել, ունեցվածքը ներկայացնել։ Այսինքն ԿՀ ներկայացնելու պահին ինչ որ պետք է ուրիշ ձևով լիներ։ Դե ԿՀ ներկայացնելու պահին ինքը միայնակ ապրել որպես բան, ինքը ներկայացրել է ինչ որ ունի երևի իր Հոնդան ու ինչ որ մի հատ բնակարան։ Իսկ մենք չգիտենք ինչ ունի Աննա Հակոբյանի կամ Աննա Հակոբյանի բարեկամների վրա գրանցված, որտեղ չեն կարող համեմատել, չէ՞ արդեն։ Լավ, շնորհակալ եմ։ Սա շատ կարևոր դրվագ է իրականում։ Սա շատ կարևոր դրվագ է։ Սա այն է, ինչ որ Բայց ով է դրա հետևից գնացողը։ Դուք լրագրողներդ ելով ժողովրդի իշխանությունը դուք եք նո սմիսլ ոչ թե տերտայելը։ Լրագրողները պետք է նայեն, որտեղ ուրիշ տարբերակ չկա ցանկացած մեկ այլ ինստիտուտի խառնվելը վերածվում է անձնական կյանքին խառնվելու։ Լրագրողը կարա գնա հարևանից հարցնի իսկ հակակոռուպցիոնը Նիկոլ Փաշինյանը։ Հակակոռուպցիոնը, հա, Նիկոլ Փաշինյանը արի ինձ մի հատ քննի։ Հա, լավ, ոբշ, ցենտրա։ Դա շուտ տարօրինակ բաներ եք ասում, բայց հա օքեյ։ Բայց պետք է, չէ՞։ Այդ ոնց էր բան, չէ՞։ Տրամպը Փեմբոնդին ասել արի ինձ ձերբակալի, որովհետև ես Տրամպս մանկապիղծ եմ, շատ խնդալու կլներ իհարկե, բայց դա չէ, ինքը Փեմբոնդին գործից անեց։ Նույնիսկ նրա համար, որ ինքը սկսեց ֆայլեր բացել։ Այսինքն այնտեղ այդ Էփշտեյն Քվին բաներով։ Պարոն Սարգսյան, այսպեսին էր շաբաթը, շնորհակալ եմ շատ այսօր, որ եկաք։ Ես էլ շնորհակալ եմ։ Այո, ապրիլի 24-ն է, գիտեմ Ապրիլի շատ 24-ը աշխատելու օրը։ Ոչ թե աշխատանքային, այլ սխալների վրա աշխատելու։ Այդ փաստը բոլորը պաշտպանում են։ Բայց այտենց ապրիլի 24-ը նրա համար է, որ ասում է երբեք չմոռանանք, բայց երբեք չհիշենք։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դու չպետք է դրա մասին մոռանաս, բայց ինքը չպետք է աչքերիդ առաջ հագա։ Այսինքն դու չպետք է այնպես այն կերպ բանանես, կառուցես քո հասարակության պետության կյանքը, որ միշտ այդ դամոկլյան սուրը գլխիդ կախած է։ Մեծ եղել, փոքր եղել, հետո դու ինչ-որ ծահարում են 15 թիվը չէր մենակ, Ադանայից է սկսել։ Իսկ իրականում սկսել է 1856 թվականից Ղրիմյան պատերազմի պարտությունից, երբ հայերին առաջարկվել էր Բրիտանիայի կողմից ոնց որ թքած ունենալ ռուս կայսերի վրա, բայց սխալ որոշումների արքաները սխալ որոշումների արքաներ ոչ մի անգամ դաշ չեղավ, ոչ մի անգամ, ամեն անգամ ինչ որ 3 հիմար, որոնք այնտեղ գնում են Մոսկվայում լավ են ապրում, գալիս սկսում են հեքիաթ պատմել, որ գիտես Ռուսաստանը նենց լավն է, ինքը իր ջեբի, իր փորի համար։ Դե ինչպես ցանկացած երկիր։ Շնորհակալություն։ Չէ՞, համաձայն չեք։
Ինչ ցանկացած երկիր չէ բարձր։ Իր շահը պետք է դու ճանաչես եւ քո շահը եւ դիմացինիդ շահը։ Խնդիրը երկրի Որ մասին։ ճիշտ կառուցես քո, այո։ Քո շահը։ Բա որտեղից եթե կրթություն չկա։ Եթե կրթություն չկա, որտեղից պետք է լինի։ Դե դա հաջորդն է։ Հուսանք այս 19 քաղաքական ուժի ուժ ներկայացնողները ունեն համապատասխան կրթություն համադրելու իրենց շահը դիմացի երկրի շահի հետ։ Չունեն։ Մի ստեղծեք ֆլոր։ Սա կրկես ֆլոր մի ստեղծեք։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանը դուք եք։ Ես եմ։ Եվ դուք այսօր մեր հյուրն եք։ Չվախեք։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցվար մեր Գայան Առաքելյանը։ Բարինա ձեզ։